Նոնա Սաֆարյանը երիտասարդ, բայց արդեն հեռուստադիտողի կողմից սիրված դերասանուհի է, թեև նա նոր է հեռուստատեսային նախագծերում, բայց իր խաղով և կերպարային զգացողությամբ անմիջապես գրավում է ուշադրությունը։ Վանաձորից է, ունի թատերական փորձ, ինչն էլ հիմք է դարձել նրա վարպետ դերասանական խաղի։ «Ծովաչքերի պատճառով» սերիալում նրա մարմնավորած Սառան դարձել է սիրված կերպար իր խորը հույզերով ու կանացի նրբությամբ։ Նոնա Սաֆարյանը մի դերասանուհի է, որի ներկայությունն էկրանին խոսում է ոչ միայն գեղեցկության, այլ խոր հուզականության ու ներքին ուժի մասին։ Նրա աչքերը, մանավանդ կապույտ հայացք, ասես բացում են կերպարի հոգին առանց խոսքի։ Բայց Նոնայի տաղանդը միայն արտաքին տեսքով չէ, նրա դերասանական խաղը համադրում է զգայունություն, ուժ և անկեղծություն։ Նա գալիս է թատրոնից իր հետ բերելով ճշմարիտ արվեստի շունչը։ Նոնա Սաֆարյանն այն դերասանուհին է, ում խաղում ապրում են նրբագույն հույզերը։ Նրա մարմնավորած Սառան «Ծովաչքերի պատճառով» սերիալում մի կին է, ով իր հայացքով կարող է պատմել մի ամբողջ պատմություն։ Նոնան չի խաղում հերոսուհուն, նա ապրում է նրա կյանքը։ Նրա կերպարը հիշվում է ոչ միայն սցենարային իրադարձություններով, այլև նրա լուռ տխրությամբ, ժպիտով և հայացքով, որ լցնում է սյուժեի ամեն պահ։ Հեռուստադիտողն անմիջապես սիրեց Նոնա Սաֆարյանի կերպարը, Սառան կապույտ աչքերով, նրբակերտ խառնվածքով և անցյալի դաժան պատմություն դարձավ սերիալի սիրված կերպարներից։ Նոնայի պարզությունն ու անկեղծությունը նաև սոցիալական հարթակներում նրան դարձնում են հանրության սիրելի դեմքերից մեկը։ Նրա հրապարակումները հաճախ ոգեշնչվում են, իսկ ծննդյան օրվա անկեղծ գրառումը շատերի սրտին էր դիպել։ Նոր անուն, մեծ հեռանկարով։ Նոնա Սաֆարյանն իր խաղով շեշտեց, որ նոր սերնդի դերասանուհիները կարող են լինել ոչ միայն գեղեցիկ, այլև խորը բովանդակությամբ լի։ «Ծովաչքերի պատճառով» սերիալում նրա կերպարը շեշտում է ընտանիքի, սիրո, ներողամտության և կնոջ ուժի մասին թեմաները։ Նոնա Սաֆարյանը դասավանդում է նաև բեմական խոսք ու դերասանական վարպետություն։ Նա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից է, որտեղից էլ սկսել է իր ստեղծագործական ուղին։ Նա մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված Թատերական լոռի երիտասարդական թատերական մրցույթ փառատոնին և արժանացել է մրցանակի որպես լավագույն կանացի դեր։ Նոնա Սաֆարյանի գործունեությունը համադրում է կրթական ոլորտը և թատերարվեստը, նոր սերնդին փոխանցելով իր փորձն ու մասնագիտական հմտությունները։ Ինչպես արդեն նշեցինք, Նոնա Սաֆարյանն արդեն հայտնի էր Վանաձորի թատրոնում իր հիանալի դերերով, որտեղ իր բնատուր տաղանդով ու բեմական ինքնատիպությամբ արժանացել էր ոչ միայն հանդիսատեսի, այլև մասնագետների բարձր գնահատականին։ Նրա կերպարները թատրոնում միշտ տարբերվել են խորությամբ, զգացմունքայնությամբ և կենդանի էմոցիաներով, սակայն «Ծովաչքերի պատճառով» սերիալը նրա համար առաջին երկարատև հեռուստատեսային նախագիծն է, և այս նախագիծը հանդիսացավ նրա տաղանդի ավելի լայն հանրայնացման հարթակ։ Սերիալի շրջանակներում Նոնան ներկայացնում է մի կերպար, որը ոչ միայն շատ դիպուկ է խաղում, այլև հուզում է հեռուստադիտողին իր մարդկայնությամբ և խորությամբ։ Դերասանուհին մեծ նվիրվածությամբ աշխատում է, որպեսզի ամեն դետալ վերածվի անմոռանալի պահի։ Նրա պրոֆեսիոնալիզմը և բեմական պատրաստվածությունը կարճ ժամանակում դարձան հաջողության գրավական։ Չնայած որ երկարատև նախագծում առաջին անգամ է հանդես գալիս, Նոնան արդեն իսկ ցույց է տվել, որ կարող է հավասարապես փայլել ինչպես թատրոնի, այնպես էլ հեռուստատեսության բեմահարթակներում։ Հանդիսատեսը մեծ ակնկալիքով հետևում է նրա յուրաքանչյուր նոր դերին և վստահ է, որ նրա կարիերան դեռ բազում բարձունքների կհասնի։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ դերասանուհին նշել է ծննդյան տարեդարձը, ինչի առիթով նա տեսանյութեր ու լուսանկարներ էր հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում ու կիսվել գրառմամբ։ Շատ եմ ինքնաքննադատությամբ, ինքնամեղադրանքով զբաղվել, թերություններ ու բացեր գտել իմ մեջ անդադար։ Այսօր ուզում եմ ինձ ասել՝ ապրես իմ փոքրիկ աղջիկ, կներես, եթե անտեսել եմ քեզ, խոստանում եմ այլևս երբեք քեզ չցավեցնել։ Այս խոսքերը լի են անկեղծությամբ և արտացոլում են նրա ապրումներն, անցած ճանապարհը և այն ներքին պայքարը, որին նա երբեմն հանդիպել է։ Այս գրառումը հուշում է, որ նա վերագնահատելու իրեն, իր անցած ուղին, իր հաղթանակներն ու
Դերասանուհին խոստովանել է, որ տարիներ շարունակ շատ խիստ է եղել ինքն իր հանդեպ, անդադար փնտրել է թերություններ ու բացեր, մոռանալով երբեմն սիրել իրեն այնպիսին, ինչպիսին կա։ Սակայն նա այսօր որոշել է դադարեցնել այդ ցավը, նրա խոսքերը լսվում են որպես հաշտություն ինքն իր հետ, որպես նոր սկիզբ, որտեղ ինքն իրեն ավելի շատ կգնահատի, կսիրի ու կընդունի, առանց ավելորդ ինքնամեղադրանքների։ Այս ուղերձը հատկապես հուզիչ է, քանի որ շատ մարդիկ իրենց կյանքում ապրում են ինքնավստահության պակաս, ինքնախարազանման շրջաներ։ Նրա ստեղծագործական ուղին դեռ նոր է սկսվում, և երկրպագուներն անհամբեր սպասում են նոր դերերին, նախագծերին, որտեղ նա կկարողանա ցուցադրել իր ամբողջ ներուժը։ Հայկական հեռուստատեսությունն ու կինոն կարիք ունեն նման պայծառ, զգացմունքային և խորությամբ լի դերասանուհիների։